Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, Truth Social-ում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը և միևնույն ժամանակ ընկերանալ այդ երկու մեծ առաջնորդների և մարդկանց՝ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա ինձ համար հավերժ բարեկամություն կլինի, բայց որ ավելի կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ասել է ԱՄՆ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ համատեղ լուսանկար հրապարակելով օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումից։ Կարծես թե ես ստիպված կլինեմ Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման մասին հարցին։ ԱՄՆ նախագահի խոսքով կողմերը շատ բանի են հասել, բայց տանգոյի համար երկուսն են պետք։ Գաղտնիք չէ, Զելենսկին և Պուտինը ատում են միմյանց։ Ինձ թվում է, ես ստիպված կլինեմ նրանց հետ նույն սենյակում նստել, քանզի նրանք չեն կարող գտնվել նույն սենյակում։ Միմյանց հանդեպ ատելությունը շատ մեծ է, հայտնել է ԱՄՆ առաջնորդը։ ԱՄՆ-ն Վենեսուելային սպառնում է պատերազմով և փորձում է երկրում խամաճիկային ռեժիմ հաստատել, հայտարարել է Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն։ ԱՄՆ կառավարությունը խախտելով բոլոր միջազգային օրենքները, պայմանագրերը, համաձայնագրերը և ՄԱԿ-ի կանոնադրությունը մեր երկիրը ենթարկում է բազմակողմանի պատերազմի և վերջին 5 շաբաթվա ընթացքում բացարձակ նողկալի, հանցավոր և անբարոյական սպառնալիքի, ասել է նախագահը։ Մադուրոն հավելել է. Վենեսուելան բախվում է Կարիբյան ավազանում պատերազմի սպառնալիքի հետ։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է բնական ռեսուրսները զավթելու և խամաճիկային կառավարություն հաստատելու փորձի մեջ։ Ուկրաինայի զոն այլևս ի վիճակի չէ պահպանել դիրքերը, ուկրաինական բանակը արդեն կործանվում է, հայտարարել է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան Չաս Ֆրիմանը։ Այս պահին ուկրաինական բանակը ռազմաճակատում չունի կենդանի ուժ, վարժեցված զորքեր, իր դիրքերը պաշտպանելու ունակություն և այն արդեն փլուզվում է, ասել է ամերիկացի դիվանագետը։ Վերջինս նշել է. ԱՄՆ-ն Կիևին ներքաշել է պատերազմի մեջ, որում նա չէր կարող հաղթել, և այժմ, երբ պարտությունն անխուսափելի է, կարող է լքել նրան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Ուկրաինան շատ ծանր վիճակում է։ Սպիտակ տան ղեկավարը նման կարծիք է հայտնել պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին Կիևին 17 Պատրիոտ համակարգերի մատակարարման ժամկետների մասին։ Ուղիղ պատասխանից ԱՄՆ նախագահը խուսափել է, փոխարենը մատնանշել է շատ լուրջ խնդիրները, որոնք առկա են Ուկրաինայում։ Ես սիրում եմ Ուկրաինան և սիրում եմ ուկրաինացի ժողովրդին, բայց ձեր երկիրը լուրջ խնդիրներ ունի, ասել է ԱՄՆ առաջնորդը։